Ռուսաստանն ու Հայաստանը խորացնում են համագործակցությունը սպորտի ոլորտում, ինչի շրջանակներում էլ փետրվարի 3-ից 6-ը Ռոստոտրուդնիչեստվայի և Երևանի ռուսական տան աջակցությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի ֆուտբոլային միության և Ռուսաստանի ֆուտբոլի պրեմիեր լիգայի ներկայացուցիչների այցը մեր երկիր։ Այն նվիրված էր սպորտի ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացմանն ու ֆուտբոլի հանրահռչակմանը որպես հումանիտար երկխոսության արդյունավետ գործիք։ Ռուսական պատվիրակության կազմում ընդգրկված էին Ռուսաստանի ֆուտբոլային միության դեսպաններ և ռուսական ֆուտբոլի լեգենդներ Անդրեյ Տիխոնովը, Դմիտրի Ալենիչևը և Իգոր Սեմշովը, Ֆեֆիլով Պավլովիչը, ինչպես նաև Ռուսաստանի ֆուտբոլային միության և պրեմիեր լիգայի ներկայացուցիչներ։ Աշխատանքային մի շարք հանդիպումներ են կայացել, այդ թվում Հայաստանի սպորտի ոլորտի պատասխանատուների հետ, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտային քաղաքականության վարչության ղեկավարի, ինչպես նաև Արարատ ֆուտբոլային ակումբի ղեկավարության հետ։ Այցի շրջանակում անցկացվել է ֆուտբոլային փառատոն, որի ընթացքում ռուս ֆուտբոլիստները վարպետության դասեր են անցկացրել Արարատ ակումբի ակադեմիայի սաների համար։ Ծրագրի հիմնական իրադարձություններից մեկն էլ Երևանի ռուսական տանը կազմակերպված մամուլի ասուլիսն էր, որը նվիրված էր միջազգային սպորտային երկխոսության զարգացմանը։ Ռոստոտրուդնիչեստվայի ղեկավարի տեղակալ Իգոր Չայկան կարևորել է Ռուսաստանի ֆուտբոլային միության և պրեմիեր լիգայի ներկայացուցիչների այցը Հայաստան։ Ներկաներն էլ շեշտեցին, որ այն վառ օրինակ է, թե ինչպես կարող է սպորտը դառնալ ժողովրդական դիվանագիտության արդյունավետ գործիք։ Միջոցառման ընթացքում ներկայացվեց նաև խորհրդային ֆուտբոլի ամենանշանակալի գավաթներից մեկը՝ Բյուրեխիա ԽՍՀՄ գավաթը, որը Երևան էր բերվել Արարատ 73 ֆիլմի պրեմիերայի առիթով։ Իգոր Չայկայի խոսքով սպորտային համագործակցությունն ունի լուրջ ներուժ երկու երկրների միջև հումանիտար կապերի ամրապնդման համար, հատկապես երիտասարդության հետ աշխատանքի ուղղությամբ։ Նա նաև ընդգծել է, որ Նիկիտա Սիմոնյանի մասին ֆիլմի պրեմիերան այցին տվել է առանձնահատուկ խորհրդանշական նշանակություն։ Մեր այստեղ գտնվելու մյուս կարևոր նպատակը, ինչպես արդեն նշեցի, սկզբում մեր դրոշակակիր մրցաշարի աջակցությունն է։ Խոսքը Հայաստանի սահմանամերձ համայնքների երեխաների համար անցկացվող ֆուտբոլային մրցաշարի մասին է, նվիրված հայկական ֆուտբոլի լեգենդ դարպասապահ Ռոման Բերեզովսկու անվան մրցանակին։ Այս մրցաշարն անցկացնում ենք արդեն 4-րդ տարին։ Անցած տարի, օրինակ, միայն ընտրական փուլում մասնակցել է 8000 երեխա եւ դեռահաս։ Այնուհետև 3 օրով բոլոր թիմերին հավաքել ենք Հայաստանի քաղաքներից մեկում, որտեղ արդեն միմյանց հետ մրցել են իրենց խմբերում հաղթած 10 թիմերը։ Մրցաշարը հաջողությամբ զարգանում է։ Իհարկե, լավ եմ պատկերացնում, թե որքան նշանավոր ֆուտբոլիստներ են դաստիարակել այս բազան։ Բավական է հիշել Խորեն Հովհաննիսյանին եւ Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանին, ով ցավոք անցյալ տարի հեռացավ կյանքից։ Շատերը սպասում էին, որ 2026 թվականին կնշվի նրա 100-ամյակը, սակայն ցավոք այդպես չստացվեց։ Բաց մամուլի ասուլիսի ժամանակ ներկաներին հնարավորություն տրվեց հարցեր ուղղել Ռուսաստանի ֆուտբոլի պրեմիեր լիգայի ներկայացուցիչներին, ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները։ Գիտեք, իմ ֆուտբոլային կարիերան այնքան երկար էր, որ այն ձգեցի մինչև վերջին պահը։ Գրեթե մինչև 41 տարեկանը խաղացի։ Այդ ընթացքում բնականաբար բազմաթիվ գոլեր եմ բաց թողել, սակայն ցավոք հենց այդ պահը հստակ չեմ հիշում։ Ծրագրի ավարտին կայացավ Արարատ 73 գեղարվեստական ֆիլմի պրեմիերան, որը նվիրված է խորհրդային անվանի ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանին, ով կարևոր դեր է խաղացել Երևանի Արարատի և խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ։ Ռուսական պատվիրակությունը ևս ներկա էր ֆիլմի պրեմիերային։ Արարատ 73 գեղարվեստական ֆիլմի ռեժիսոր Մհեր Մկրտչյանի խոսքով, այս ֆիլմի իրական հերոսների կատարած սխրանքների շնորհիվ մինչև այսօր սերունդներ են դաստիարակվում եւ այս ֆիլմին մոտեցել են մեծ պատասխանատվությամբ։ Ներկաներն էլ ֆիլմը համարում են հաջողված ու կիսվում տպավորություններով։ Արարատ 73-ը դա լեգենդներ են, որոնց վրա որ սերունդներ են մեծացել եւ Արարատ 73-ի մասին պատմել սերնդեսերունդ եւ իհարկե սուտ կասեմ, որ ասեմ չէի վախենում կպնել այս թեմային։ Ժամանակակից միջազգային պայմաններում սպորտը շարունակում է մնալ համընդհանուր լեզու, որը նպաստում է վստահության ձևավորմանը եւ բացում լրացուցիչ հնարավորություններ երկրների միջև հումանիտար համագործակցության եւ կառուցողական երկխոսության զարգացման համար։ Հիմքն ամուր դրված է, փաստում են միջոցառման կազմակերպիչներն ու ընդգծում, երկու երկրների միջև խորացված համագործակցությունը շարունակական է լինելու։